Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք Մայրաքաղաքի զարկերակը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է հասարակական գործիչ Արտուր Չախոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ Ալբերտ ջան։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, քննարկենք Երևանին եւ Երևանցուն հուզող տարբեր հարցեր։ Երևանում հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում տարբեր քաղաքական ուժեր, տարբեր քաղաքացիներ բոյկոտ հայտարարեցին քաղաքային իշխանությանը եւ ընդհանրապես բարեփոխումներին մարդիկ կային չէին վճարում, ընդհանրապես մարդիկ կային 100 դրամանոցներ էին դնում իջնում կամ առհասարակ ինչ որ ձև այդ բոյկոտը դրսևորվում էր։ Ուզում եմ հասկանանք բոյկոտը ինչ փուլում է գտնվում ու հիմա դրա դրսևորման ձևերը փոխվել են թե ոչ։ Նա շնորհակալ եմ հաղորդմանը հրավիրելու համար։ Բոյկոտը չի դադարել, քաղաքացիները շարունակում են բոյկոտել տարբեր ձևերով, իրենց բոյկոտը արտահայտում են ընդհանուր միջև քարտերում գումար չպահելով, չտեսնելու որ ծնգա եւ այդպես չվճարելով մարդիկ էլ կան առհասարակ չեն վճարում, մարդիկ կան որ մեկ QR կոդը մի քանի անգամ օրվա մեջ օգտագործում են եւ ինքը սպառված է լինում, ինչը որ արդեն փաստում է որ հանրությունը չի ողջունում այդ տրանսպորտի թանկացումը եւ բոյկոտումը։ Բացի այդ ամենին մեկ այլ ապացույց կա, որ բոյկոտը գոյություն ունի ու ինչ որ արդյունքներ արդեն բերում է, դա Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի հավաքագրումներն է, որը թերի է կատարում, այսինքն ժողովուրդը չեն վճարում։ Այդ թեր հավաքագրումներից նաև կախված է առհասարակ ավտոբուսների սպասարկումը, վարորդների աշխատավարձերը կամ նմանատիպ այլ բաները, եթե չհաշվենք աշխատավարձային ֆոնդը, որ առանձին է կամ նմանատիպ այլ բաները, եթե թեր հավաքում է իրականացվում, ավտոմատ կերպով բյուջեն իջնում է, որ պիտի սպասարկվեր ավտոբուսային ցանցը կամ այդ շարժակազմերը, որոնք կան, դրանք տրոլեյբուսներն են կամ մետրոպոլիտենի ինչ-որ հատվածը, այս իրավիճակում հավելյալ գումարներ են դուրս գրվում Երևանի բյուջեից, բայց այստեղ խնդիրը չի դառնում, որ դեֆիցիտ կառաջանա, այս դեֆիցիտը ինչով պիտի լցվի։ Իհարկե, միանշանակ է դեֆիցիտը առաջանալու է, այդ դեֆիցիտի լցելու հարցը ավելի շուտ իշխանությունը պետք է պատասխանի, քանի որ իրենց բերած ծրագիրն է, որը արդեն ցախողվել է ու ապագայում, չնայած ոչ միայն ապագայում, արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջ բերում։ Համենայն դեպս իմ ենթադրություններով ինչ որ մի ծրագիրից պիտի հանեն, կտրեն, բերեն դնեն, հա լրացնեն դեֆիցիտը։ Իշխանությունը իր կոալիցիայի հետ միասին Հանրապետության կուսակցության բերել են օրինագիծ, որը արդեն առաջարկվում է ազգային ժողով տանել, որում սահմանվում է, եթե քաղաքացին ով բարձրացել է ավտոբուս կամ տեղափոխման միջոց եւ մինչև 1 րոպեն չի ակտիվացրել վալիդատորի եւ քարտի հպումը, տուգանվելու է 15000 դրամ եւ եթե այլ քաղաքացու սարքով է օգտվում քարտով կամ ինչ-որ միջոցով 18000 դրամ։ Սա որքանով է խելամտության սահմաններում եւ առհասարակ այդքան ռեսուրս քաղաքապետարանին, որտեղից որ բոլոր ավտոբուսներում հսկիչներ դնի կամ այդ սարքավորումները պատշաճ կերպով օգտագործվի, հա մենք չենք երգում, որ միջազգային փորձում կան հսկիչներ, ովքեր ստուգում են պատշաճ կերպով, որ այդ ամենը իրականացվի, բայց այդ սահմանափակումը մինչև 1 րոպեն են խցանումները, որ Երևանում կան, այս ինչը ինչի արդյունք է։ Թերի կառավարման արդյունքն է սա միանշանակ, ըստ ինձ 15000 ժողովրդին տուգանելու համար հանրության կրքերը ավելի կբորբոքվի, քաղաքական տեսակետից դա ԿՊ-ին ընտրության շեմին լավ բարի համբավ չի բերի, բայց առհասարակ հնարավոր է 100 դրամով տրանսպորտը շահագործել, բայց քաղաքապետարանի այս ուղին, որ իրանք բռնել են ժողովրդին ուզում են սարքեն տուգանքի մատերիալ, ինչը որ իրանք իշխանության գալուց առաջ ասում են ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, ժողովուրդը օրեցօր տեսնում է, որ ժողովուրդը այո տուգանքի մատերիալ է,
ու այդ օրինագիծը ես անկեղծ ասած չեմ ողջունում, որովհետև անհետ է տա նախ իր գինը 15000 դրամ, երբ որ կարելի էր ավելի նվազ գին առաջացնել, այսինքն 1000 կամ 2000 դրամ, մյուս հարցն էլ առաջանում է ինչ միջոցներով են, ինչպես որ դուք նշեցիք, իրանք այդ հսկիչներին ապահովեն աշխատավարձ, հաստիկներ, երևի թե նոր վարչություն կբացեն, այսինքն դա է ավելի ծախս առաջացնում, ինչը որ մենք հասկանում ենք, ըստ քաղաքապետարանի հայտարարած 150 դրամ տրանսպորտի արժեքը թանկանալու է, ինչպես որ ասել են, չէ, 10 դրամով ամեն տարի թանկանալու է, այսինքն ժողովուրդ ջան, տրանսպորտի սակագինը 150 դրամ չի մնալու, քանի որ հայտարարված է, որ աստիճանաբար թանկանալու է եւ այս իշխանության ծախսերը մեծանում է, շատանում է սխալ կառավարման արդյունքում։ Կանք ավելի, ինչպես ասում են, գարնան կողմ, գարուն է, ծառերի հետ է իրականացվեց, ծառահատումներ, ծառատնկումներ, մասնագետները բողոքում են, որ ծառերը, որոնք տնկվում են Երևանում, դրանք Երևանի բնակլիմայական պայմաններին մոտ չեն, իրենք չեն կարողանալու ձևավորել այնքան սաղարթ, որ Երևանի շոկ պայմաններին կարողանան ապահովել թե օդի աղտոտվածության քչացումը, թե սաղարթի հով պահելու փողոցների այդ եզրերի մասը, որ քաղաքացին այդ սաղարթի տակ կարողանա կանգնել կամ նմանատիպ այլ բաներ։ Ծառերը տնկվում են բավականին թանկ գներով, որովհետև ավականու տարբեր անդամներ վիդեո տարբերակներով, ձայնագրություններով կամ առհասարակ փաստաթղթերով ապացուցեցին, որ կարելի է գնել ծառատեսակներ Հայաստանի Հանրապետությունում մի քանի անգամ էժան գներով։ Այստեղ կոռուպցիոն ռիսկերը որքանով են մեծ եւ որքանով են կապակցված ինչ-որ մարդկանց հետ ծառի մեջ։ Կոռուպցիոն ռիսկերը ակնհայտ է, մենք անցած տարի տեսանք բերքը վրան ծիրանի արժեքը, թե ինչքանով է քաղաքապետարանը ձեռք բերում եւ ինչքանում է ինչ արժեք ունի մեր շուկայում, այսինքն դա ակնհայտ թալան է։ Եվ փոխկապակցվածություն կա ծառերի գնման այդ ընկերության կազմակերպությանը, դրա արդիվ բազմիցս հոդվածներ կան, որը միանշանակ այդ տանում է Տիգրան Ավինյանի հոր ուղղությամբ, այսինքն իրանց ընկերությանը արդեն պարզ ալնում, որ ծառասպանն են ինադու անում, որ գումարներ բերեն, լրացնեն իրենց բյուջեն անհատական։ Իսկ ինչը վերաբերվում է ծառերը, որ չորանում են, մասնագետները, որոնք հայտնում են, դա դառը իրականություն է, որտեղ երբ որ Մաշտոց Պողոտայի սոսիներ տնկեցին, չորացել էին, այսինքն արդեն իսկ չոր վիճակում էին տնկել, երբ որ ես գնացի ցույց տվեցի, ասում էին սուտա, բայց ժամանակ անցավ, որոշ էլ ավելի արդեն շատացան չորացումները։ Այսինքն միանշանակ այդ ծառերը մեր Հայաստանում, մեր կլիմային չեն կարող ադապտացվել, այսինքն ի սկզբանե ծառերը պետք է Հայաստանում մեծացնեն, աճեցնեն, որ Հայաստանի կլիմային իրանք կարողանան ադապտացվել։ Երևանի գլխավոր դենդրոլոգը մի քանի տարի առաջ մենք այստեղ որ խոսում էինք մասնագետի հետ, նշեց, որ Երևանի դենդրոլոգներից մեկը կամ հիմա գլխավոր դենդրոլոգը տարիներ առաջ ասում էին մի բան, հիմա ասում են մի բան, կապված խորհետի հետ կամ առհասարակ կանաչապատում եզրույթի հետ, այստեղ ինչի մասին է խոսքը, մասնագիտական գիտելիքներն են տարիների ընթացքում փոխվում, թե իշխանության փոփոխության հետ ինչ-որ բան փոխվում, առհասարակ եթե գիտության մասին ենք խոսում, այդ գիտությունը ունի հստակ սահմանումներ, հստակ կիրառելիություն եւ դրանք ինչ-որ գործոնների ընթացքում չեն փոխվում, ոնց է պատահում, որ մասնագետ մարդը մի տարի ասում է մի բան, մի քանի տարի հետո մի բան։ Շատ լավ հարց է տալի Ալբերտ ջան, ու այդ հակասությունը միանշանակ կա, բայց անկեղծ ես իմ կարծիքս եմ ուզում արտահայտեմ, որ այդ մասնագետները իրականությունը գիտեն, որն է ճիշտ, որը սխալ, ուղղակի քաղաքական
ասենց ասած ախորժակները այլ են, այսինքն կա ծրագիր, ծառերը պետքա խոր էտ անեն, ծառերի կենսունակությունը դնեն հարցականի տակ, որ ինքը արդեն ոչ կենսունակ լինի, որից հետո ծառերի փոխարինը ծրագիր ներկայացնենք։ Մենք տեսնում ենք, որ նույն մասնագետները նախկին իշխանության օրոք ասում են խոր էտ անել չի կարելի։ Հետո մենք տեսնում ենք, այ կներեք շփոթվեցի։ Հակառակը, ասացին, որ խոր էտ անել կարելի է, ու հետո հիմա այդ նույն մասնագետները, որոնք խոր էտ են արել, ասում են նախկիների օրոք խոր էտ անելու հետևանքով ծառերը իրենց կենսունակությունը կորցրել են, դրա համար մենք փոխարինում ենք։ Ու մենք տեսնում ենք այս իշխանությունը շարունակում են նորմալ կենսունակ ծառերին խոր էտ անել։ Այդ թվում Ալիկ Մանուկյանի փողոցի այդ խոր էտը։ Դա հենց միտումն է, որ ծառասպանդի ծրագիրն է, որ իրանք ծառերը տարին շարունակ սպանում են, որից հետո ասում են տեսեք ծառը ինչ կենսունակ չի, փչակ ունի, բան ունի, ինքը պիտի փոխվի, բայց չէ որ այդ ծառերին դուք եք ոչ չանցրել։ Համար մեկ պատասխանատուն, որ ծառերը այս օրին են գտնվում, հենց այս իշխանությունն է։ Բացի այդ, այս իշխանությունը հանրությանը խաբում է եւ մանիպուլացնում է, որտեվ անցած տարի, երբ որ հրապարակեցին Ալիկ Մանուկյանի փողոցի, այսպես ասած, ճակերտավոր ոչ կենսունակ ծառերի նկարները, հրապարակել էին 2016 թվականի նկարներ։ Այդ հին նկարները ներկայացնում են որպես 2024 թվականի նոր արված նկարներ։ Այսինքն, երբ որ այդ նկարը ես հանրայնասիրությունից պահում ենք ու գնում ենք Ալիկ Մանուկյան այդ sense նայում ենք այդ ծառերը, տարբեր ծառեր են, այսինքն հանրությանը մանիպուլացնում, խաբում են, որ այդ ծառասպանդի ծրագիրը իրականացնեն։ Իշխանությունը հայտարարում է 250 տրոլեյբուսների, ավտոբուսների առհասարակ կարիք Երևանի համար, որ այսքանն էլ լինի, Երևանի տրանսպորտային ցանցը, ավտոբուսային պարկը կարելի է ասել համալրված է։ Բայց դրան նախ պետք է բյուջե, որը չկար Երևանի բյուջեի պլանում։ Սրան եթե գումարում ենք թեր հավաքումները, նաև գումարում ենք այն, որ հայտարարվում է, որ դեպոնել են ուզում վերակառուցել, վերանորոգել, լավ էս փողերը որտեղից, որ սենց հայտարարություններ են անում։ Ինձ համար անհասկանալի է, որտեվ չկա, այսինքն բյուջեով հաստատված չի 250 այդ իրանց հայտարարած ավտոբուսների տրանսպորտի ձեռքբերումը, ինձ համար միգուցե կառավարության ֆինանսավորմամբ անհասկանալի է, բայց էլի հարցեր են շատ առաջանում, էլի։ Իմ կարծիքով հերթական ամպագորգոր հայտարարություններն է, նախընտրական քարոզ, սենց էյֆորիա, դա տես ներկայացնելու համար էլի։ Որտեղ մենք շատ ենք լսել, ասում են, այսի մենք սարքում ենք, այսի լինելու է, այս հենց է լինում, բայց իրականում վերջնահարցունքը տեսնում ենք, որ այդ ամեն ինչը փուչիկ, ամպագորգոր հայտարարություն է եղել։ Եթե նայում ենք Երևանի խցանումներին, կարելի է ուղղակի ինչ-որ պատկերացնել։ Եթե լինի անգամ մի գծում երթևեկության 20-ից 30 ավտոբուս, որը կսպասարկի մի համար, մեկը երբ որ Երևանում խցանում է, այդ ավտոբուսը հողոթով չի գնալու։ Ուզում եք 100 հատ այդ մի գծի վրա դրեք, չէ, այդպես է։ Մեկը ինքը ստաբիլ ինչ որ ժամերով է գնալու, ստաբիլ ճանապարհով է գնում ու այդ ամեն ինչը նախ երբ որ օրինագիծ բերվեց կարմիր գծերի թանկացման մասով, որի նպատակն էր բեռնաթափել փոքր կենտրոնը առհասարակ, տեսանք, որ փոքր կենտրոնը չբեռնաթափվեց, ավելի է խցանումները շատացել, ինչն է այս ամեն ինչի պատճառը կամ առհասարակ այս փոքր կենտրոնը ինչպես պիտի բեռնաթափել, որ մարդուն, որ իրանք իշխանությունը առհասարակ ասում էր, որ մենք պիտի Երևանը դարձնենք այնպիսի քաղաք, որ ավտոմեքենայում իր սեփական ավտոմեքենայով վարող մարդը նախանձի բանով տրանսպորտով երթևեկող մարդուն, այսինքն այդքան հարմարավետ պիտի լինի։ Անկեղծ ասած, այս իշխանությունը ոչ մի միտում չունի կենտրոնը բեռնաթափելու համար։ Ուղղակի կարմիր գծերի
անվան տակ անուն էին դրել, կենտրոնը բեռնաթափում էին, որ բյուջեն լցնեն իրանց համար։ Չնայած դա էլ է ձախողվել։ Բայց իրականում եթե իշխանությունը ցանկանար կենտրոնը բեռնաթափեր, դրան միակ պարզ օբյեկտիվ լուծում ունի։ Կենտրոնում պետք է բարձրահարկ շենքեր կառուցելու շինթույլտվություններ չտրվի, որովհետև կենտրոնը արդեն տեղ չկա շենք սարքելու ու մենք տեսնում ենք ամեն անգամ նոր շենքեր են կառուցում։ Հիմա ինչպես որ դուք նշեցիք, որ խցանումներ են ելնում, թեկուզ 100-ատ մի գծում ավտոբուս ելնի, ու այդ ավտոբուսները օթերով չեն գնալու, նույնն էլ այդ նորակառույց շենքերի ավտոները օթով չեն գնալու։ Այսինքն բնակչությունը կենտրոնացնում են Երևանի կենտրոնում ու միանշանակ ավտոմեքենաների հոսքն էլ է, չէ՞ ավելանում, Ալբերտ ջան, մարդիկ օրվա ընթացքում դպրոցեն երեխեքին տանում, անկապարտեզ են տանում, բժշկի են տանում, առավոտ, հետո օրվա վերջում վերադարձ, այդ ամեն ինչը խցանումներ է առաջացնում, բայց այս իշխանությունը, որ ասում է, չի ուզում, շենացնում են իրենց ֆինանսական միջոցները։ Եթե էլի հետ գանք արդեն տրանսպորտային ռեֆորմներին, ինչպես քաղաքապետարանն է նշում, մենք ունենք մի իրավիճակ, որ մետրոպոլիտենը հիմնականում ֆինանսավորվում է կառավարության կողմից։ Երևի ինչքան էլ ինքը Երևանի մետրոպոլիտենն է, Telcel ընկերությունը նշեց, որ մետրոպոլիտենի անցարգելները Telcel-ի ընկերության միջոցներով են տեղադրվել, առհասարակ վալիդատորները ավտոբուսներում Telcel-ի միջոցով են եղել։ Երևանի ավականին որքան լիազորություն ուներ, որ մետրոպոլիտենի նախ գնային սանդղակը տատանեց, հասցնելով սովորական ավտոբուսի գնային սանդղակին, էլեկտրականությամբ աշխատող տրոլեյբուսների գինը հասցրեց էլի սովորական ավտոբուսի սանդղակին, հաշվի չառնելով, որ այդ ավտոբուսային կամ տրոլեյբուսային գծով օգտվում են ավելի այն խավերը, ավելի խոցելի խավերը, որոնք թոշակառուներն են, ուսանողներն են, եւ հարցս երկու մասի բաժանեմ եւ Telcel-ի առհասարակ շահույթը այստեղ որն է, շահը, որ 2028 թվականին, երբ որ պայմանագիրը ավարտվում է կառավարության եւ Telcel-ի, ինքը այս բոլոր արված գործերը տալիս է քաղաքապետարանին։ Քաղաքապետարանը ունի այդ ռեսուրսները, որ կարողանա սպասարկել մի ամբողջ քաղաք։ Առայժմ այդ ռեսուրսը չկա։ Հուսամ նախքան պայմանագիրը խզելը հանձնմանը Երևանի քաղաքապետարանին արդեն նախապատրաստական աշխատանքներ կիրականացնեն եւ անկեղծ ասած ես կողմնակից եմ, որ այդ ամբողջ համակարգը ի սկզբանե լիներ պետական, այսինքն այլ ոչ թե մասնավոր սեփականություն։ Բացի այդ Telcel-ի հետ կապված մի հատ մեծ խնդիր կա, որը ինքը արդեն իսկ կոռուպցիոն ազդար կա արտահայտում, այն որ Telcel-ի հավաքագրումները Երևանի քաղաքապետարանի կամ մեկ այլ ուրիշ կառույցների կողմից չի վերահսկվում։ Բացի չվերահսկվելուց այլ մեխանիզմներ չկա վերահսկվելու մուտքագրումները։ Օրինակ, եթե քաղաքապետարանը ցանկանա ստուգի այսօր քանի հատ մուտքագրումը, այսինքն տրանսպորտից օգտվող եղել, ինքը հնարավորությունը չունի, այսինքն համակարգիչով մտնի, նայ, այսինքն Telcel-ից պետք է տեղեկանան։ Telcel-ն էլ ինչ տիպ ուզի ըստ էությամբ, հա, կարա ասի։ Որտեւ ամեն ինչ իր ձեռքի տակով է գնում, իրան վերահսկող մարմին չկա։ Այնինչ որ պետք է այդ մարմինը լիներ պետական կառույց։ Այսինքն դա հենց ակնհայտ թալան է, իսկ մինչև 2028 թվական պատկերացնում եք ինչքան ահռելի գումարներ է պետական բյուջե չի մտ։ Telcel-ը անընդհատ շեշտում է, որ ինքը վերահսկվում է կենտրոնական բանկի կողմից, կենտրոնական բանկն է իրեն թույլտվություն տվել, լիցենզիա տվել ու եթե ինչ-որ խախտումներ լինեն, դրանք իրենց համար կարելի ասել լիցենզիայի գնով կարող են վճարվել, եթե խախտումներ լինեն ու դատարանը որոշում կայացնի, կենտրոնական բանկը բնականաբար լիցենզիան կչեղարկի, նաև մենք դեռ երկար ամիսներ ենք սպասում ենք, որ կենտրոնական բանկը հրապարակի այն հետազոտության արդյունքները, որ առհասարակ արդյոք
Տելսելը ունի իրավունք այս համակարգը սպասարկելու, թե ոչ, դա դեռ process-ի մեջ է, դեռ չկա նմանատիպ բան։ Տեսեք, դատարանի որոշմանը ես լուրջ չեմ վերաբերվում, այդ թվում ձեր ասած փաստին, որտեվ ոնց ինչա նշանակում, եթե դատարանի որոշում լինի, լիցենզիայի զրկեն։ Այսինքն դատարանի որոշումը այս իշխանությունը հաշվի առնում, բայց եթե հաշվի առնում, դատարանի որոշում կար, որ կարմիր գծերը պետքա չեղարկվեր։ Մենք ինչ տեսանք։ Շրջանցեցին, նույնիսկ դատարանի որոշումը ոտնահարեցին, դա մնաց անփոփոխ, այսինքն դատարանի որոշումը ոչ մի ուժ դեր չի խաղում։ Տվյալ դեպքում էլ ես այդտեղ եմ նույն բանը տեսնում, որ իրանց ուզածը նույնպես շարունակելու են։ Իսկ ինչը վերաբերում է, որ կենտրոնական բանկը վերահսկում է ինչ ձև, որ եթե խախտում ի հայտ կա, այսինքն ինչ որ մեկը հանրայնացնի, պարզի, մտնի դատարանի որոշում լինի նոր լիցենզիայի ստուգելը, դա հենց այդ կոռուպցիան, այսինքն ինքը փակ կառույց է, մասնավոր է, մեծ հարց է առաջանում, ոնց է այդ խախտումը հելնելու ջրի երես, եթե ոչ ոքի կողմից դա չի վերահսկվում։ Մենք անդադ բարձրաձայնում ենք այն հարցը, որ եթե Աստված մի արած, թե տվյալների արտահոսք լինի Տելսելից ու անձնական տվյալները մարդկանց արտահոսքով գնան դեպի, չգիտեմ, հարևան երկիր դիցուկ։ Դրա պատասխանը նախ առհասարակ ով է տալու, որովհետև մենք գիտենք, որ Տելսելում գնացվելու համար բավականին անձնական տվյալներ են պարունակվում, անձնագրի հետ նկար, կենսաչափական տվյալներ եւ նմանատիպ այլ բաներ, բացի դրանց գումարվում են նաեւ առողջապահական տվյալները, երբ որ մենք հարցում ենք կատարում արտոնությունների համար, տրանսպորտային ինքը բազաները կապված են իրար, ինքը գնում է առողջապահության համակարգում գործող բազաներ, հարցում է արում կամ սոցիալ-նախարարության, այդ մարդը ունի ինչ որ հաշմանդամության կարգ թե ոչ, նոր գալիս է հաստատվում է, սա իրենից արդեն ենթադրում է, որ պետք է բավականին մեծ ինչ որ համակարգեր լինեն, ապա տեղեկատվություն կամ նմանատիպ բաներից պաշտպանել։ Տեսեք, պատասխանատվության տալու մասով ես կարծում եմ ոչ ոք է պատասխան չի տալու եւ ես վստահ եմ, որ այդ արտահոսքը արդեն տեղի է ունենում, անկախ ամենից մենք դրանից տեղյակ ենք թե չէ։ Եթե պատասխանատվությունից խոսանք, բերեք մենք մի հատ հասկանանք, անցած տարի էր, չէ՞, 2023 թվականին էր Էվոկա բանկից արտահոսք տեղի ունեցել, այսինքն տարբեր մարդկանց մեյլերին մարդկանց տվյալները փոխանցում էին, այսինքն Էվոկա բանկը պատասխանատվություն կրեց, ոչ, իսկ եթե Էվոկա բանկը չկրեց, ելով է կրելու, այսինքն էլի նույն շարունակական սկզբունքն է, հետո արտահոսք մենք խոսում ենք, օրինակ նույն 2023 թվականի ավականու ընտրությունների ժամանակ իմ անձնագրի պատժերներ հրապարակվել, որը որ ես ոչ միտեղ չէի հրապարակել, այլ մենակ պետական կառույցներին էի ներկայացել, այսինքն պետական կառույցը իմ անձնական տվյալների արտահոսք էր ապահովել, այսինքն երբ քերական գործ հարուցվեց, իշխանամետ Ռոման Բաղդասարյանի վերաբերյալ, որը կարճվեց այդ քերական գործը, հիմքեր չպարունակելու պատճառով վերջ պատասխանատու չկրի, պատասխանատու այդ գործով չեղավ, դուց էլ բարձրադառնում, որ մեր մոտ ամեն ինչ վատ է երկրում, ոչ ոք, ոչ բանի համար պատասխանատվություն չի կարող։ Շնորհակալ եմ շատ, հուսամ, որ դատարանները կգործեն իրենց լիազորությունների շրջանակներում, Երևանի քաղաքապետարանը իր, Երևանի ավականին իր, առհասարակ այն մարմինները, որոնք պատասխանատու են քաղաքի լիարժեք կառավարման, հստակ ծառայությունների մատուցման, բարեխղճորեն կանենեն աշխատանքը, որը որ երևանցին պատվիրեկել է իրենց։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Մայրաքաղաքի զարկերակը տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, մենք խոսում էինք երևանյան թեմաներից, իսկ իմ հյուրն էր հասարակական գործիչ Արտուր Չախոյանը, կհանդիպենք